Օպերացիաներ և ֆունկցիաներ իրանք միասին կոչվում են callables, այսինքն մենք կարող ենք call անել, իրենց կանչել։ Օպերացիաներ, ֆունկցիաներ տեխնոլոգիան կլասիկային շատ մոտ է։ Callability-ը ասում է, որ operation-ը մի ֆունկցիա է, որտեղ դուք կարող եք կատարել նաև քվանտային գործողություն, ասենք քյուբիտ ստանալ, քյուբիտ փոփոխել, գեցեր կիրառել, օրինակ ադամար, օրինակ CX, Ctrl+X եւ այլն։ Ֆունկցիաները նույնպես տեխնոլոգիա callable լինելու համար, բայց միայն եւ միայն մաքուր դասական հաշվարկների համար։ Այսինքն կլասիկ սովորական մեր լուզուների նման։ Այնտեղ չի թույլատրվում քյուբիտների հետ աշխատանքը։ Այդ երկու մասնավոր տեխնոլոգիաները տված են C#.NET-ի տեսակետից, այնտեղ ունենք մենք մեթոդներ, ֆունկցիաները այնտեղ շատ ավելի բազում վիճակներ ունեն, ասենք ֆունկցիոնալ տեսակետից դելեգեյթն էլ է գնում այդպիսի աշխատանքի մեջ, սակայն մյուս լեզուներին հետ կապված callable-ները նման են մեթոդների, ֆունկցիաների աշխատանքին։ Ասենք ֆունկցիան f ենք նշանակում, և նա կարող է կանչել մի ուրիշ ֆունկցիա f2, որը ինչ-որ միտեղ գրված է պարզա, իր կոդով, ստեղ կոդ կգրենք, կարող է return ունենա, հնարավոր է, որ ես աշխատում եմ այս տեխնոլոգիայով, հրամանները կատարում եմ ֆոնեյմանով հաջորդաբար, թռնում եմ այստեղ էլ եմ հրամաններ կատարում, հնարավոր է ուրիշ տեղ եմ գնում, վերադարձ, stack-ի օգնությամբ, որը մենք C#-ում անցել ենք, վերադարձ այստեղ և շարունակում ենք, այս կետում callable-ը գնում, այս կետից հետո ինքը շարունակում է։ Պարզ է, ֆունկցիա կամ operation, մենք կարող ենք նաև դա նշել, որպեսզի չմոռանանք, որ այդպիսի բան էլ կա, OP նշանակենք, operation, էլ իրա կոդով ամեն ինչով։ Այսպիսի տեխնոլոգիա կլասիկայից վերցրած է, ֆունկցիոնալ պրոգրամինգը լուրջ բան է, ֆունկցիոնալ պրոգրամինգում կառուցվածքային ծրագրավորումը այն իմաստով, որ խմբավորում ենք, որ տիրենք, այսինքն հրամանները խմբավորվում են որևէ տարածքում, այս տարածքում ենթադրաբար ինքը ցանկանում ենք իրեն խմբավորել, տեղինով փորձենք, այս տարածքը ամբողջությամբ խմբավորված է call-ը եղել ուրիշին, այս տարածքն էլ է խմբավորված, հրամանների խմբավորել և տիրել, այսինքն միավորվել, որ կարողանալ անցնել object-oriented-ի մասնակի դեպք է ինքը, ինչևիցե ֆունկցիաների տեխնոլոգիան կամ ֆունկցիա operation տեխնոլոգիան ներդրված է քվանտային ծրագրավորման մեջ, Q#-ում անավանդ և առավել ևս operation-ները դա նրա համար է, որ քվանտային վիճակները, քվանտային հրամանները, գեթսերը օգտագործելու համար և քվանտային պրոցեսորին կապնվելու համար օգտագործում ենք operation տեխնոլոգիան, այսինքն այս է։ Հիմա երկու տեսակ են, որը որ մենք նշեցինք, իրենք կոչվում են callable, call բառից է, կանչել բառից է, երկուսը միասին այդպիսին են կոչվում, և ինչն է հետաքրքիր, հիմա օպերացիաները կարող են և այլ օպերացիա կանչել, և կարող են ֆունկցիաներ կանչեն, հետաքրքիր է հակառակը կամ էլ շուտ ֆունկցիան միայն ֆունկցիա կարող է կանչել, ինքը իրավունք չունի օպերացիա կանչի, ինչու, միանշանակ ըստ սահմանման է ճիշտ կամ հասկանալի, ինքը չի կարող քյուբիտների հետ աշխատել, իսկ չի բացառում, որ օպերացիան կունենա նաև քյուբիտներ։ Հասարակ դաս է, մոդելը փոքր ներկայացրեցի, լրիվ կլասիկայից է, այլ լեզուներից գիտեք, ֆունկցիոնալ ծրագրավորումը այդպիսի բան կա, object-oriented-ը այնտեղ չկա, բայց չմոռանանք, որ մեզ մոտ էլ երևի, մեր ֆունկցիաները և օպերացիաները, callable-ները, ինչ-որ տեղ կնմանվեն JavaScript-ին այն առումով, որ ֆունկցիան դառնում է տիպ, ֆունկցիան ինքը դառնում է նույնիսկ, ասենք, տվյալ, մենք կտեսնենք հաջորդ դասերին, փոքր մասնակի
փոքր հատում object oriented-ի միայն object փոքր հատվածին որքունքցիան տվյալ է ստացվում կամ փոխարինողով կամ առանց փոխարինը նույնիսկ հղումով ինչևից է այդպիսի JavaScript-յան նմանություն եմ տեսնում, դա ես եմ տեսնում եւ միանշանակ կարող եմ ասել, որ օրինակ կարող ենք ֆունկցիան եթե հայտարարում եք ընթացիկ անվատարածության մեջ, մենք գիտենք ընթացիկ անվատարածությունը որն է, մեր պրոյեկտի անունը եւ այլն, եւ մուտքային եւ ելքայինի մեջ, ելքային տվյալն, այսինքն callable-ները մուտք ունեն, երգել ունեն, նման են մյուս լեզուներին, կարող է մի արժեք ստանալ, բայց վերադարձնում է ոչ մեկ բազմարժեք չեն վերադարձնում, բայց tuple կարող են վերադարձնել։ Տենց նայենք, մեկ tuple-ով կամ tuple-ով, tuple ավելի հայկական է, կարող ենք մեկից ավել արժեք ստանալ։ Չունենք, քանի որ չունենք, տեսեք object, որ մեկից ավել արժեք պահենք ստրուկտուրաների կամ կլասների մեջ, tuple-ը կամ tuple-ը միանշանակ փրկություն է այս կարգում։ Խնդրեմ operation-ը կարող է պարամետրեր նրա տիպ, return-ի կոդ եւ այլն, նույնը function։ Callable-ները ընդունված կարգը, եկեք այդ կարգը չխառնեմ, որոշ կատեգորիաների կբաժանենք, ոնց որ մյուս լեզուներում է։ Այս դրվածքը համարենք callable, դա ֆունկցիա կամ operation ուրիշ բան չկա, foo եւ այլն, foo անունն է, այսինքն B մասը callable-ի անունն է, ուրեմն մուտքային տվյալներ, տեսակ, անցել ենք տիպեր, այստեղ են պետք գալիս տիպերը, let-ը մեզ թույլ է տալիս կոնստանտ հայտարարել mutable-ը փոփոխական եւ այլն, այնտեղ տիպը չի գրվում integer, տիպը bool չի գրվում, այստեղ տիպը գրվում է փոփոխականի անունը։ Անանուն տարբերակներ էլ կա, շատ չխորանանք, երկու կետը միանշանակ երևի պետքական է, սա վերադարձնող արժեքի տիպն է, իսկ սա վերադարձնող չէ, ծրագրի ֆունկցիայի operation-ի կոդն է ամբողջությամբ, կարող է լինել նույնիսկ հազարավոր անդամներ։ Անցնենք փոքր օրինակի եւ callable-ը վերջացրած համարենք, ամենահեշտ դասերից է։ Չմոռանանք, որ operation-ներ քվանտներ կտեղավորի։ Խնդրեմ, այս օրինակը copy paste աշխատանք տալիս է double of 5, այսինքն 5-ը երկու անգամ բազմապատկելով 10 է ստացվում, չի խանգարում, արագ նայում ենք, function ունենք, միանգամից այստեղ ցույց տանք, եթե ես cube-ից ստեղծեմ function-ում, այնքը միանգամից սխալ ցույց կտա, Visual Studio 19 գոնե correction, այս shell-ը ունի, նորերը հանված է կարող է ֆինանս են ուզում, չգիտեմ ինչու է պատճառը 2026-ներ հիմա չունի, սա 19-ի կոդով եմ աշխատում, բայց հիմա 2026-ի մոտ լինելով։ Ինչևից է, error տվեց միանշանակ, ինքը երկու անգամ բազմապատկում է, ոչինչ չի նշանակում։ Ինքը վերադարձնող արժեք ունի, integer տիպն է, return-ը, արժեքն է եւ այլն, նույն բանն, operation-ը էլի նույնատիպ է, ինքը result էլ թույլ է տալի, այսպիսի հրաման մենք անցել ենք, այսինքն նաև թույլ է տալի, որ result հրամանով return-ը result-ի միջոցով, այսինքն մենք այդպիսի result ունենք, թե չէ, տիպը չի նշում, այլ արդյունք է նշում, ինքը կորոշի, կարող ենք նաև տիպը որոշել, Adamar-ը թույլ է տալում return-ը, measurement-ում թույլ է տրվում, ամեն ինչ կատարվում է, ֆունկցիա ենք կանչում, 5 ենք կաչում, աշխատում է, 5-ը սարքում է 10, qubit ենք ստեղծում, qubit-ը ուղարկում ենք, qubit-ը այնտեղ կարճ ասած ինքը measurement անում, սակայն ես իրան ինչ-ինչ պատճառով չեմ չափել, կարելի է 1-ը ստանալ կամ 0-ն ստանալ, իմաստ չունեցող տեխնոլոգիա է։ Այսպիսով, եթե ամփոփենք, օպերացիաները եւ ֆունկցիաների անունը կանչվել բառից է callable կանվանենք մեզ համար, որոնք շատ մեծ քանակով կամ շատ մեծ նմանություն ունեն մեր կլասիկ ծրագրավորման ֆունկցիաներ կամ մեթոդներ մասին կամ ֆունկցիաներ կամ մեթոդներ տեխնոլոգիային։